Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ սերտ և դինամիկ գործընկերությունը, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն ժողովրդական հանրապետության կազմավորման 76-ամյակին և երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված Թբիլիսիում կազմակերպված միջոցառման ժամանակ։ Վրաստանի վարչապետի խոսքով վստահ է համատեղ նախաձեռնություններն ու նախագծերը կամրապնդեն այդ գործընկերությունը։ Չինաստանը օրինակ է բոլոր քաղաքակիրթ երկրների համար, այն պետություն է ուղղված առաջընթացին, արդիականացմանը և զարգացմանը, ասել է Վրաստանի վարչապետը, վերահաստատել Թբիլիսիի պատրաստակամությունը ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Վարչապետը մասնավորապես ընդգծել է մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագրերը։ Վրաստանում Չինաստանի դեսպան Շոուցյանն էլ նշել է, որ Պեկինն ու Թբիլիսին լավ գործընկերներ են, որոնք վստահում են միմյանց։ Նրա խոսքով կողմերն իրար աջակցում են պաշտպանելու հիմնական շահերը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը։ Քանի դեռ Մոլդովան ԱՊՀ անդամ է, մեզ համար դժվար կլինի շնորհավորել այդ երկրին, հայտարարել է Վրաստանի վարչապետը, պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք շնորհավորել Մայա Սանդուին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Իրակլի Կոբախիձեի խոսքով վրացական երազանքը կսպասի ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալուն։ Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունում ավելի վաղ հաղթել է իշխող Եվրոպամետ գործողություն և համերաշխություն կուսակցությունը։ Նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը 101 տեղանոց խորհրդարանում կստանա մանդատների մեծամասնությունը և ստիպված չի լինի ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում համեմատել է Մոլդովայի և Վրաստանի ներքաղաքական իրավիճակը։ Այսօր առավոտյան ես խոսեցի Մայա Սանդուի հետ և շնորհավորեցի նրան։ Ռուսաստանը չկարողացավ ապակայունացնել Մոլդովան, չնայած երկիրը խարխլելու փորձերի վրա ծախսված հսկայական ռեսուրսներին։ Մենք տեսնում ենք, թե որքանով է այս իրավիճակը տարբերվում Վրաստանի իրավիճակից։ Այսօր Եվրոպան շատ առումներով կորցրել է Վրաստանը, գուցե մի օր նա վերադառնա։ Զելենսկին համոզմունք է հայտնել, որ դրա համար Եվրոպան չպետք է աչք փակի Վրաստանում և Բելարուսում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Ուկրաինայի նախագահը նշել է, անհրաժեշտ է շարունակել աջակցությունը Մոլդովային։ Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը ուղղված Գազայում արյունահեղության դադարեցմանը և հրադադարի ձեռքբերմանը, գրել է Ռաջեփ Էրդողանը X-ի իր էջում։ Թուրքիայի նախագահի խոսքով Անկարան շարունակելու է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում բոլոր կողմերի համար ընդունելի արդար և հարատև խաղաղություն հաստատելու նպատակով։ Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ բացի մի քանի երկրի ղեկավարից գրեթե ոչ ոք չի ցանկանում հանդիպել Նեթանյահուի և նրա կառավարության ներկայացուցիչների հետ։ Բոլորը համակարծիք են, որ Նեթանյահուն անելանելի վիճակում է կոռուպցիոն գործերի քննության պատճառով։ Իր պաշտոնը պահպանելու համար նա տարածաշրջանն ու ողջ աշխարհը պատերազմի մեջ է գցել։ Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան ամուր կանգնած է Պաղեստինի ժողովրդի կողքին, որը պաշտպանում է իր հողը, ազատությունն ու պատիվը։ Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը քննարկել են Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագիրը, ուղղված Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցմանը։ Բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնությունը շատ մոտ է։ Նեթանյահուն էլ նշել է, որ ընդունել է ԱՄՆ նախագահի առաջարկները։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանն էլ հեռախոսային բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Հորդանանի արտաքին գործերի նախարարների հետ։ Անադոլու գործակալության փոխանցմամբ նախարարները քննարկել են ԱՄՆ նախագահի հրապարակած հրադադարի ծրագիրը։ Թուրքական ռազմանավերն ուղեկցել են Գազայի հատված ուղևորվող Global Sumud միջազգային մարդասիրական նավատորմը, հայտնել է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ նավատորմը բաղկացած է մոտ 50 քաղաքացիական նավերից, որոնցում գտնվում են ակտիվիստներ, խորհրդարանականներ և միջազգային մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներ։ Առաքելության նպատակն է մարդասիրական օգնություն հասցնել Գազա, շրջանցելով Իսրայելի ծովային շրջափակումը։ Reuters-ի տվյալով ավելի վաղ նավատորմը ենթարկվել էր անօդաչուների հարձակումների։ Հաղորդվում է, որ վերջին օրերին հումանիտար առաքելության երթուղու օդում նկատվել են Չորլու ավիաբազայից դուրս եկած թուրքական անօդաչու թռչող սարքերը, որոնք 3 օր շարունակ պտտվել են նավերի վրա։
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ որոշումը պետք է լինի դիվանագիտական, միշտ պատրաստ ենք եղել երկխոսության։ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Աբբաս Արաղչին։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով 2015 թվականին Թեհրանն արդեն ապացուցել է, որ չի ձգտում միջուկային զենք ունենալ եւ ստորագրել է գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։ Մենք բարեխղճորեն կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները, սակայն Միացյալ Նահանգները դուրս եկավ գործարքից, ինչը չունի ոչ մի արդարացում, քանի որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցները հաստատում էին մեր կողմից պարտավորությունների կատարումը։ Դիվանագետը նշել է, որ նախորդ շաբաթ Նյու Յորք է ժամանել արդար, հավասարակշռված եւ կառուցողական առաջարկներով ճգնաժամի դիվանագիտական լուծում գտնելու նպատակով։ Սակայն նրա խոսքով այդ նախաձեռնությունները մերժվել են ԱՄՆ-ի եւ եվրոպական եռյակի կողմից, որոնք ակտիվացրել են Snapback մեխանիզմը։ Իրանական բանկերը միջոցներ չեն թողել արտասահմանյան հաշիվներում, քանի որ գիտեին, որ դրանք կսառեցվեն, հայտարարել է Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության դեպարտամենտի ղեկավարի տեղակալը։ Իրնագործակալության փոխանցմամբ Իրանի կենտրոնական բանկի ակտիվների սառեցման վերաբերյալ Եվրամիության որոշումը առանձնահատուկ իրադարձություն չէ։ Այդ հաշիվները գործնականում չեն օգտագործվել եւ այժմ գտնվում են պատժամիջոցների տակ։ Ավելի վաղ Եվրամիության խորհուրդը համաձայնության էր եկել մի շարք սահմանափակող միջոցներ կիրառել Իրանի դեմ կապված միջուկային ծրագրի հետ։ Այդ միջոցները կասեցվել էին 2015 թվականին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Պատժամիջոցները ներառում են ինչպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից 2006 թվականին ընդունված սահմանափակումները, այնպես էլ միայն Եվրամիության կողմից սահմանված այլ միջոցներ։ Դրանք ենթադրում են այդ թվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ակտիվների սառեցում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրամանով Հայաստանում Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Մեհդի Սոբհանին նշանակվել է արտաքին գործերի նախարարի վարչական եւ ֆինանսական հարցերով տեղակալ։ Ավելի վաղ Սոբհանին զբաղեցրել է Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնը, աշխատել է նաեւ Պակիստանում, Ուկրաինայում եւ Թուրքմենստանում, ինչպես նաեւ տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Իրանի արտաքին գործերի նախարարությունում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ցինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի առթիվ։ Ձեր ղեկավարությամբ Չինաստանը ծանրակշիռ հաջողությունների է հասել տնտեսության, արդյունաբերության, պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գիտության եւ այլ ոլորտներում, տեղ զբաղեցնելով աշխարհի ամենաառաջադեմ երկրների շարքում եւ դառնալով միջազգային ասպարեզում գործընթացների վրա որոշիչ ազդեցություն ունեցող ուժային կենտրոն։ Ալիևն ընդգծել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է։ Նրա խոսքով Ադրբեջանի եւ Չինաստանի հարաբերությունները թևակողել են նոր փուլ։ Երկու երկրի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հայտարարությունն ամրապնդել է միջպետական հարաբերությունները։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ երկկողմ կապերը քաղաքական, առևտրատնտեսական, արդյունաբերական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար եւ այլ ոլորտներում ընդլայնվում եւ լցվում նոր բովանդակությամբ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գազայում հակամարտության դադարեցման համապարփակ ծրագիրը։ Կայուն եւ արդար խաղաղությունը պահանջում է անկեղծ նվիրվածություն, փոխադարձ վստահություն եւ հարգանք միջազգային իրավունքի նկատմամբ։ Բանտարկյալների եւ պատանների փոխանակումը եւ բնակչության մարդասիրական կարիքների բավարարումը կենսական նշանակություն ունեն վստահության ամրապնդման եւ լարվածության թուլացման միջոցով երկարաժամկետ կայունացման եւ քաղաքական կարգավորման ճանապարհ արդելու համար։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունից նշել են, որ միայն երկխոսության եւ բարի կամքի շնորհիվ է հնարավոր հասնել երկարաժամկետ կարգավորման, որի հիմքում ընկած է երկու պետության սկզբունքը։ Ադրբեջանի եւ Ղազախստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Երմեկ Կոշերբայևին Ղազախստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ գործունեության մեջ։ Կողմերն ընդգծել են Ադրբեջանի եւ Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը եւ ընդգծել, որ բարձր մակարդակի հանդիպումները նպաստում են համագործակցության զարգացմանը։ Նախարարները վերահաստատել են երկրների միջև բազմակողմ գործակցության ընդլայնման ուղղված համատեղ ջանքերը շարունակելու մտադրությունը։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։